Երեկվա դեպքից հետո վախում ենք նստենք լիֆտ։ Շիրազի 14 շենքի առաջին մուտքի բնակիչների մի մասը վերելակից այսօր չի օգտվում։ Երեկվա միջադեպից հետո ոմանք գերադասում են 9 հարկ ոտքով բարձրանալ, քան վերելակ մտնել։ 22:20-ի մոտակայքում 20-ամյա Էրիկը 7-րդ հարկից առաջին իջնելու համար կանչել էր վերելակը, բայց տեղ չէր հասել։ Սխմել եմ կնոջկեն ու ընկել է լիֆտը։ Առաջին հարկում ինքը կանգ առել, մեջտեղ է երկրորդ հարկի։ Էրիկը հիմա աշխատավայրում է, ասում է, երբ վերելակը մեծ արագությամբ ցած է սլացել, մի պահ վախեցել է։ Ընկնելուց հետո միանգամից օգնություն կանչել, բայց մարմնական վնասվածքներ չի ստացել։ Հիմա իրեն լավ է զգում։ Ֆոբիա է սկսում ասել։ Վախել։ Իսկ դու վնասվածք չես ստացել։ Չէ, նորմալ է, ամեն ինչ։ Առաջի իմացողը ես եմ եղել պատիեզդում, ձենը լսել եմ ուժեղ դմփոց, որ չես համապատասխանի դռան խփոցին եւ այլն։ Շիրազի 14-ում վերելակը հաճախ է խափանվում։ Բնակիչներն ասում են, մասնագետներն արագ արձագանքում ու նորոգում են։ Նմանատիպ մի դեպք էլ նախորդ տարի է եղել։ Իմ թորոնս հետ էլ է եղել, տենց գցել է, եկել է սարքել։ Ես էլ եմ եղել նույն վիճակում, ոնց որ այդ երեխեն է եղել։ Սա 44 տարի արդեն աշխատում ես վերելակը։ Ինչքան պետք է աշխատել։ Նորոգումներ չեն եղել։ Ոչ մի բացարձակ ոչ մի անգամ չի եղել նորոգում։ Միայն այդ լիֆտի աշխատողներին, վերելակացներին կանչում են ասել, ես իմ ստատիս բզբզում են, գնում են։ Դե պետք է փչանա 42 տարվա է։ Այս վերելակը կապիտալ ռեմոնտի ենթակա է։ Աջափնյակ վերելակ ընկերության տնօրենը երեկվանից բացատրում է, վերելակը չի պոկվել, ազատ անկման պահ չի եղել։ Պարզապես հակակշիռների ճոպանն է տեղից դուրս եկել, բայց մեխանիկական արգելակման համակարգը հստակ գործել է։ Հենց դա հավելյալ ապացույց է, որ վերելակն անսարք չի եղել։ Հորձաքննության կարիք չկա, վերելակը գործել է ստանալված իր տեխնիկական կարգով։ Ոչ մի ավել բան չի եղել։ Հակակշիռների ճոպանը տեղից դուրս է եկել առնետի պատճառով։ Շենքում առնետները թիվ ու հաշիվ չունեն։ Բնակիչներն ավելի շատ դրանից են բողոքում, քան վերելակից։ Մենք պատիեզդում լիքը կռիս ունենք, Ես հետ էի ուզում ասել։ որ պատվալնում սենց էլի, իրի գունը դուրս գաս, ոնց որ ասեմ էլի, քեզ ոնց որ խոզերը ման գան, սենց գմփր։ Այն ցորենը ներկում են բերում են տալիս են, նրանք ենքան արդեն զերարել, չեն ուտում, սա մնում է կանանշում։ Կանանշում է եւ չեն կրսել զեր չեն տալի։ Պետք է մի միջով զերնակել, պետք է մի հնար գտնել։ Վերելակի ընթացքի ժամանակ առնետը ճոպանի արանքն է մտել ու այնտեղից դուրս գցել։ Երեք խնդիրը հենց դրանից է առաջացել, պատասխանատուն վստահեցնում է։ Բնակիչները հանգիստ կարող են օգտվել վերելակից։ Տեխնիկական անվտանգության հետ կապված ոչ մի խնդիրներ չունենք։ Աջափնյակում 241 վերելակ է շահագործվում։ Տեխնիկական որոշակի մաշվածություն կա, ասում է Վարդան Զաքարյանը։ Մոտ 40 տարվա վերելակներ են, բայց նորոգման աշխատանքներն ընթացքում են։ Այս տարի համայնքում 24 վերելակ է հիմնանորոգվել, մյուսները նորոգվելու են առաջիկայում։ Ազնիվ Կարապետյան, Նարեկ Եղիազարյան, ժամը լրատվական։